Հարգելի տիկնայք եւ պարոնայք, այսօր մեզ համար պատիվ է Հայաստանի Հանրապետությունում հյուրընկալել Սերբիայի Հանրապետության նախագահ իմ հարգարժան գործընկեր Բորիս Տադիչին։ Մեր ժողովուրդների միջև դարեր շարունակ բարեկամական հարաբերություններ են ձևավորվել։ Među našim narodima vekovima su bili prijateljski odnosi. Սերբիան այն երկիրն է, որ սրտաբաց ընդունել է Օսմանյան կայսրությունում իրականացված հայոց ցեղասպանությունից եւ մասնավորապես 1922 թվականին Իզմիրի ջարդերից փրկված բազմաթիվ հայերի։ Մեր ժողովուրդը երախտագիտությամբ է հիշում նաեւ 1988 թվականի ավերիչ երկրաշարժից հետո Սերբ բարեկամ ժողովրդի անուրանալի նյութական եւ հոգեվոր աջակցությունը։ Մենք հավերժ վար կպահենք մարդասիրական օգնություն տեղափոխող սերբ օդաչուների հիշատակը, որ զոհվեցին հանուն վեհ նպատակի, օրհասական պահին ձեռք մեկնելով բարեկամ ժողովրդին։ Սերբիայի նախագահի հետ փոխըմբռնման եւ կառուցողական մթնոլորտում մենք քննարկեցինք հայ-սերբական հարաբերությունների ներկա վիճակն ու հեռանկարները, կարծիքներ փոխանակեցինք միջազգային եւ տարածաշրջանային փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցության վերաբերյալ։ Քաղաքական երկխոսության խթանումը, միջխորհրդարանական կապերի հաստատումն ու ամրապնդումը, Հայաստանի եւ Սերբիայի միջև առևտրատնտեսական կապերի զարգացումը մեր գործընկերային հարաբերությունների կարևոր տարրերն են։ Ելնելով մեր երկրների ոչ վաղ անցյալի փորձից, Սերբիայի նախագահի հետ հանգել ենք միևնույն եզրակացության, որ տարածաշրջանային հակամարտությունները պետք է կարգավորվեն առանց ուժի կիրառման եւ բացառապես խաղաղ ճանապարհով ու բանակցությունների միջոցով միջազգային իրավունքի սկզբունքների եւ նորմերի համաձայն։ Մենք համոզված ենք, որ չկան հակամարտությունները կարգավորվող ունիվերսալ ձևեր։ Յուրաքանչյուր հակամարտություն ունի իր ծագման պատմությունը, դրդապատճառները, իր յուրահատուկ ընթացքը։ Առանց դրանք հաշվի առնելու հնարավոր չէ գտնել արդարացի եւ կայուն լուծում։ Նախագահ Տադիչին ես պատմեցի նաեւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ուղղված իմ նախաձեռնությանը հետեւած զարգացումների մանրամասները։ Տեղեկացրի այդ գործընթացի ներկա փուլի մանրամասների մասին։ Դուք գիտեք, որ Հայաստանի եւ Թուրքիայի ֆուտբոլի ազգային հավաքականների պատասխան խաղին քիչ ժամանակ է մնացել, որին մասնակցելու հրավեր ունեմ Թուրքիայի նախագահ պարոն Գյուլից։ Ներկա իրողությունների պայմաններում անշուշտ մենք ակնկալում ենք շուտով ականատեսը լինել կառուցողական քայլերի, որոնցով մեր գործընկերները կփորձեն համապատասխան միջավայր ապահովել Հայաստանի նախագահի պատասխան այցի համար։ Նախագահ Տադիչին ես կրկնել եմ իմ նախկին հայտարարությունները, համաձայն որոնց կընդունեմ արված հրավերը միայն ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման, իրական քայլերի տեսանելիության դեպքում, այսինքն Թուրքիա կմեկնեմ, եթե արդեն իսկ ունենանք բաց սահման կամ գտնվենք Հայաստանի ապաշրջափակման նախաշեմին։ Պարոն նախագահ, ես վստահ եմ, որ ձեր գլխավորած պատվիրակությունն արդյունավետ հանդիպումներ կունենա Երևանում, ինչը թարմ լիցք կհաղորդի մեր երկրների միջև հարաբերությունները նոր որակի բարձրացնելու։
Այդ պրիատորի չի, զգացի, չկամ գոքերի։